1.5 տարի առաջ մեկնարկած հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվորեն ընթանում է եւ շարունակում մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նախատեսված 17 կամուրջներից 13-ի շինարարությունն այս պահին զուգահեռաբար ընթանում են։ 600-ից ավելի աշխատակից եւ ավելի քան 230 ժամանակակից տեխնիկա է ներգրաված այս մեծ նախագծում։ Կապալառու իրանական Abad Rahan Parts International Tunnel Սադարյանը համատեղ ձեռնարկության ներկայացուցիչ շինարարության պատասխանատուի հետ կանգնած ենք Քաջարան-Ագարակ հատվածի 13 կիլոմետրում։ Թորվատ Մուհամեդը բարձրից ցույց է տալիս կամուրջներից մեկի շինհրապարակը։ Քաջարանից թվով առաջինը կլինի, մեղրուց վերջինը։ 32 կիլոմետրի մեջ 3.2 կիլոմետրը կլինեն կամուրջները, իսկ 1 կիլոմետրը երկու թունելները։ 5 հատ էլ ճանապարհային հանգույց կլինի, որոնք իրար կկապեն գյուղերից դուրս եկող հին ճանապարհները նորերի հետ, կրճատելով եւ հեշտացնելով երթևեկը։ Այս նոր կառուցված կամուրջը 3 երթուղի կունենա, թույլատրելի հաշվարկային արագությունը 80 կմ/ժ։ Այս կամուրջը կկապվի թունելի հետ, դրա շնորհիվ արագ կմտնենք Քաջարան։ Մեր հաջորդ կանգառը թունելի մոտ է, այն վարորդներին կազատի 4 կիլոմետրանոց ոլորապտույտ ձանձրալի ճանապարհից։ Ճիշտ է, թունելի վերջում առայժմ լույսը տեսանելի չէ, բայց վստահեցնում են սահմանված ժամկետում գործը գլուխ կբերեն։ Ընդհանուր առմամբ դժվարություններ կան, որովհետև որոշ հատվածներ անցնում են քաղաքի ու գյուղերի միջով, տների մոտով։ Լեռնային թեքություններն են շատ։ Եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ են խոստանում պատասխանատուները անվտանգության տարերով ու երթևեկության բարձր արագությամբ։ Թորվատ Մուհամեդն ասում է, աշխարհի տարբեր երկրներում բարդ ճանապարհների կառուցման մեծ փորձ ունեն, այդ թվում Հայաստանում Բագրատաշենի կամուրջը օրինակ։ Ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ, ասում եմ, եթե գալիս են հանդիպում են ինչ-որ մի բարձր սարի, պարտավորված են արդեն որ թունել կառուցեն, որովհետև եթե թունել չլինի, բավարարներ պետք է լինի։ Շինաշխատանքներում ներգրաված Մեղրեցի Սմբատ Ազարյանը նաև որպես թարգմանիչ է հանդես գալիս։ Իրանցիների հետ շատ է շփվել ժամանակին։ Այժմ էլ որպես մեղրու բնակիչ մեծ հույսեր է կապում հյուսիս-հարավի հետ։ Հեռավորությունը մայրաքաղաքի հետ կապված, հիվանդանոցի խնդիր ենք ունենում եւ այլ ինչ խնդիր ունենում ենք, ժամանակ շատ երկար է, բայց sense Ագին կրճատվում է մեր ճանապարհը։ Քաջարան-Ագարակ հատվածում կառուցման համար Հայաստանը կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամից 150 միլիոն դոլարի վարկ է վերցրել, բայց նաեւ կառավարությունն է հատկացումներ արել այս նախագծի իրագործման համար։ Ավարտը նախատեսված է 2027-ին։